Ժակարանդա, մանուշակագույն ծաղիկներով վերածնունդի ու հույսի ծառ։ Դրա ստվերներում թաքնված է տխուր մի պատմություն։ Ինչպես հույսի ծաղիկը կօգնի ամոքել ցեղասպանությունից փրկված մի ժողովրդի, միահյուսել մեծերի ու փոքրերի հիշողությունն ու ճակատագիրը։ Ինչպես տարիներ անց խախտել տուտսիների ցեղասպանությունից հետո ավերված Ռուանդայի լռությունն ու հասնել արմատներին։ Ինչպես լսել մորդ լռությունը, որը կորստի ու ցավի արձագանք է։ 4 սերունդների պատմություն, որ ամփոփում է սքանչելի մի երկրի սարսափելի պատմությունն ու դառը ճակատագիրը։ Նյումեգը ներկայացնում է ֆրանսիական Գոնկուրի 25 երկրում ու տարածաշրջանում բացարձակ հաղթող մեծ ֆրանսիական վեպ։ Գայել Ֆայի, Ժակարանդա։ Գիրքը արդեն մեզ մոտ է տաղավարում, Ֆրանկոֆեստ 2025-ի շրջանակում միանշանակ նաև շնորհանդես է ապրել։ Բարի լույս բոլոր նրանց, ովքեր որ հենց նոր միացան մեզ, Նյումեգն այսօր ներկայացնում է, այո, Գայել Ֆայի Ժակարանդա վեպը։ Վեպը ստացել է Գոնկուր ազգային ժյուրիի մրցանակ Հայաստանում ու ևս 2 տասնյակ երկրներում։ Գրքի մասին խոսելու ենք գրքի թարգմանիչ, լեզվաբան, Երևանի պետական համալսարանի ֆրանսիական բանասիրության ամբիոնի դասախոս Թագուհի Բուլբուլյանի հետ։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Շատ ուրախ ենք ձեզ այստեղ տեսնել եւ շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Նախ կխնդրենք սկսել սկզբից։ Գիրքը տուտսիների ցեղասպանության մասին է, այսինքն այն մարդկանց մասին, ովքեր ականատես են եղել այդ ողբերգությանը։ Հիմա պիտի խնդրենք, որ ավելի մանրամասնեք գրքի թարգմանելու ցանկությունը եւ թե ինչի այն ընտրվեց հենց 20 երկրներում որպես հաղթող գիրք։ Եվ նաև մեր ազգային ժյուրին որպես հաղթող ճանաչեց այս գիրքը։ Գիրքը այդքան էլ ականատեսների մասին չի, գիրքը այն երիտասարդների մասին է, որոնք ապրում են այդ ամբողջ հիշողությունը ցեղասպանության։ Գիրքը 20-րդ դարի վերջին ցեղասպանության մասին է, թուտսիների 94 թվականի վերջին այդ ցեղասպանության մասին, բայց ես միշտ երբ ասում եմ ինչի մասին է, երբ ասում եմ ցեղասպանության մասին, մի քիչ վախենում եմ, որ տխուր իրադարձության մասին է, բայց նաև այս գիրքը շատ քնքուշ գիրք է, հետաքրքիր կերպով, որովհետև հեղինակը Գայել Ֆայը ինքը այդ ամբողջ ցավին զուգահեռ հետաքրքիր այդպես քնքշություն ու սեր է ներկայացնում գրքում էլի եւ շատ հետաքրքիր գիրք է կարդալու համար։ Միգուցե երաժիշտ է նաև այդ պատճառով է լեզվամտածողությունը։ Այո, շատ ճիշտ նկատեցիք, ինձ թվում է ես դրա մասին խոսել եմ շնորհանդեսին Ֆրանսֆեստի ժամանակ, ինքը սլամ երգող է, սլամը դա ֆրանսիական ռեփն է, շատ հետաքրքիր տեքստերով, շատ պոետիկ տեքստերով եւ մինչ այդ ես լսել եմ իր սլամները եւ չգիտեի որ նա նաեւ գրող է։ Շատ էի սիրում եւ մի օր պարզվեց որ նա նաեւ վեպ է գրել եւ այս վեպը թարգմանելիս ամբողջ ընթացքում ինձ չի լքել այդ զգացումը որ ես ռեպ եմ կարդում որովհետեւ հետաքրքիր ռիթմ եմ հայտնաբերել գրքում որովհետեւ այդպես հետաքրքիր կարճ նախադասություն եւ մի ամբողջ երկարաշունչ բան ոնց որ լիներ երգի այդպես ռիթմ եւ դա կրկնվող երևույթ էր գրքում եւ այդ սլամը կարծես իրեն ամբողջ ընթացքում հերոսին պատկերացրել էր իր տեսքով եւ իր երգով շատ հետաքրքիր էր եւ չնայած ինքը շատ հարցազրույցներում ժխտում է որ սա ինքնակենսագրական է բայց այնքան փաստեր կա համընկնող որ չի կարելի ժխտել որ դա իսկապես ինքնակենսագրական վեպ է։ Հետաքրքրականն այն է Տիկին Բուլբուլյան, որ Գոնկուրի հայկական ազգային ժյուրիի կազմում նաև ձեր ուսանողներն են եւ հետաքրքիր է եւ նաև խոսում ենք դրա մասին, որ հենց այս գիրքը Ժակարանդան նաև նախապատվություն է ստացել մեր ժյուրիի կողմից։ Հետաքրքիր է ինչ եք կարծում այսօրվա ուսանողները, հատկապես հայ ուսանողները ինչին են ուշադրություն դարձնում նմանատիպ գրականության ժանրում։ Արդյոք ցեղասպանությունն է գլխավոր շեշտադրումը, որովհետև մոտ ենք նմանատիպ պատմություն ունենք, թե ամեն դեպքում այդ լեզվական երաժշտին հատուկ գրելավոճն է։ Ես կարծում եմ, որ նախ եւ առաջ
դա այն հիշողությունն է, որ մենք ունենք ցեղասպանությունից, մենք արդեն երևի 7-րդ ես սերունդն է հիմա գնում, այստեղ 4-րդ սերնդի մասն ինչպես ասվեց տեսանյութում, եւ իսկում ամեն դեպքում ուսանողները շատ մեծ հետաքրքրությամբ են կարդացել եւ շատ գնահատել են այդ լիրիզմը գրքի, այդ հետաքրքիր փոխաբերությունը հենց վերնագիրը, որ մեզ ամբողջ գրքի ընթերցանության ընթացքում տանում է այդ ծառը, որպես լուր վկա եւ ժակարանդան, այո, եւ իրենք միահամուռ ժակարանդան էին ընտրել, հետաքրքիր է, իսկ կարծում եմ, որ դա գալիս է նաեւ մեր պատմությունով, այդ հիշողությունը, որ մեր ուսանողները այսօր ունեն եւ ինքը շատ մտորելու առիթ է տալիս։ Արդյոք ինչ պետք է անենք մենք այդ հիշողության հետ, արդյոք պետք է հաշտվենք, արդյոք պետք է ներենք, թե պետք է ապրենք, ինչպես որևէ լուծում տալիս է։ Այստեղ չէ, գիտեք, ինչ որ կախման կետեր է թողնում, որտեղ գրքում նկարագրվում է, թե ինչպես կառավարությունը քարոզում է, որպեսզի հաշտ ու խաղաղ ապրեն այն դահիճների հետ, ովքեր այդ ցեղասպանությունը կազմակերպել են, կատարել են, բայց եւ այս գրքում ի տարբերություն այդ Պասկալ Բրուքները նկատեց հենց շնորհանդեսի ժամանակ Ռուանդայում պատժել են մեղավորներին, իսկ մեր մեղավորները դեռ չեն պատժվել եւ չգիտես ներել, ապրել այդ հիշողությամբ, այս հարցադրումներն է այդ գիրքը առաջացնում, ես չգիտեմ, ամեն դեպքում ես ինքս լուծումներ չեմ գտել, բայց այնպիսի գիրք է, որ այսպես ռետրոակտիվ այդպիսի մի վարկագրականության մեջ, որ քեզ կանչում է ինչ խմորումներ է առաջացնում եւ անդադ մտածում ես դրա մասին։ Ներենք թե ապրենք այդ հիշողության հետ։ Տիկին Բուլբուլյան, շատ հատկանշական է, որ Գոնկուրի ֆրանսիական մրցանակ անցած տարի ստացել է աֆրիկացի արմատներով գրող, այս տարի ռուանդացի արմատներով գրող։ Շատ հետաքրքիր է, այստեղ արդյոք մշակույթի մեջ նոր ոճ է մտնում համաշխարհային եւ ֆրանսիական։ Ես կարծում եմ մի քիչ էլ նաև դա քաղաքական մոտեցում է, իմ կարծիքն է սեփական, որ փորձում են նկատել կողքի մշակույթները եւ առաջ տանել այդպես իրենցը չհարկադրել, քան հատկապես Ֆրանսիայում ապրող փոքրամասնությունների եւ այդ միտքը նաև լսել եմ իմ ֆրանսիացի գոլեգաներից մեկից, որ ավելի շատ նախապատվությունը տալիս են, հիմա ամբողջ աշխարհում գաղտնիք չէ առաջինը, եթե կին եւ տղամարդ գրող կան, ապա նախապատվությունը տալիս են կնոջ, այդպիսի քաղաքականություն է մտել եւ ֆեմինիստական, եթե կա սևամորթ եւ սպիտակամորթ, ապա ավելի շատ հավակնություն ունի շահելու սևամորթ գրողը կամ սպիտակամորթ, որը երբեմն կարծում եմ ի վնաս արդեն վերահսկողությունից դուրս է նաև։ Դա վերահսկող, դա համաշխարհային քաղաքականություն է, հիմա ամբողջ աշխարհում այդ նույն չափանիշներն են։ Եվ դա հիմնականում բոլոր ասպարեզներում է հանդիպում, կինո արտադրություն կամ նույն բանն է, նույն գաղափարախոսությունն է։ Բայց ամեն դեպքում կարելի է չդասել որպես այդպեսի խավերի կամ տարբեր մշակույթների, այլ կարելի է գտնել դրանց միջից ուսուցողական կամ մեծ տեսնելու վիճակ այնտեղ, օրինակ այս գրքում։ Հետաքրքիր է, Գայլ Ֆայ, որը որ ապրել է ցեղասպանություն կամ գոնե հիշողություն ունի դրանից, հետաքրքիր է այնուամենայնիվ ինչ դասեր են փորձում մեզ տալ, ինչ է ուզում սովորեցնել այս մեծ ներդրմամբ, որտեղ որ զետեղված են հետաքրքիր դրվագներ, միգուցե Գիտեք, ես սկսեմ նրանից, որովհետև կապ ունի, գրողը պատահաբար չի ընտրում անուններ իր հերոսների։ Այստեղ հերոսյանը Միլան է եւ ինքը ասում է հայրս իմ անունը ընտրել էր Միլան Կունդերայի կեցության անտանելի թեթևությունը գիրքը կարդալուց հետո եւ ինքը որ հերոսը որ ապրում է Փարիզում թեթև կյանքով անհոգ երբեմն հերոստացով նայում է հատվածներ Ռուանդայի ցեղասպանությունից այդ արհավիքի վերաբերել եւ տեսնում է կողքի թե ինչ անտարբերությամբ իր հայրը ավելի շատ իր ուտելիքի վրա է կենտրոնացած քան այդ պատկերների որ հերոստատեսությամբ են գնում եւ քիչ-քիչ իր մոտ այդ ըմբոստությունն է առաջանում որ ոնց կարելի է որ այսպեսի բան է ողբերգություն է կատարում մի երկում ու դու նստես հանգիս հաց ուտես ես չգիտեմ ինչու կապել եմ այդ
վերնագիրը գրքի կեցության անտանելի թեթևությունը իր անունը եւ իր հերոսի վարքը, որ հետագայում հրաժարվում գնում է սկսում է Ռուանդայում ապրել։ Գիտեք, ասում են երկրորդ պլանի որպես այդպեսին գործող անձը, դա կլինի դերասան կամ այս դեպքում կերպար փաստորեն նրա հայրը, շատ ավելի մեծ ասելիք կարող է ունենալ, քան հենց ինքը գլխավոր հերոսը։ Այստեղ փաստորեն թեթև ներողություն կհիշեցնեք այդ արտահայտությունը նորից թեթև կեցության անտանելի թեթևությունը։ Եվ փաստորեն դա է հենց այո, հենց դա է, որ հնարավոր չէ այնպես անջատված միայն քո առօրյայով ապրես, պետք է գնալ դեպի քո արմատները, այդ արմատների մասին է շատ խոսում եւ ես դրա մասին եմ շատ մտածել, որ ի վերջո մարդու արմատները իրեն կանչում են։ Եվ այդ պահը, որ ինքը նկարագրում է, ինձ հիշեցրեց, չգիտեմ, Սորենտինոյի «Մեծ գեղեցկություն» ֆիլմը տեսել եք, այդտեղ որ անդադ բանկաչեմ մի անձնուհի կար, որ անդադ արմատ էր ուտում, եւ իրեն ասում են, չի արմատ ուտում, ասում է որովհետև արմատները կարևոր են։ Եվ այդ արտահայտությամբ այստեղ որովհետև արմատները կարևոր են, մարդուն կանչել է իր երկիրը եւ այնտեղ է ինքը զգում այդ ամբողջ սերը, որտես իսկ Փարիզի նկարում է սառը, նույնիսկ մոր լռությունն է սառը, որտեղ մայրը չի ուզում հիշել Ռուանդայի ցեղասպանության մասին, հայրը չի ուզում խորանալ այդ ցեղասպանության մեջ։ Տիկին Բուլբուլյան, իսկ մենք վախենանք այս նախադասությունից, որ սերունդների տարբերությունն ամեն դեպքում այստեղ հատկանշական է, տարբեր կիզակետային հարցեր նայելուց, այսինքն տարբեր սերունդներ, տարբեր կիզակետային հարցերին նայում են լրիվ այլ տեսանկյունից եւ այլ պատուհանից։ Շատ բնական է այդ այլ տեսանկյունից նայել, որտեղ կեցությունը տարբեր է այն ժամանակվա կեցությունը եւ հիմիկվա չէ երիտասարդների։ Եթե ցավը նույնն է, կեցությունը տարբեր է այստեղ։ Մեր սերունդները ես էլ ապրել եմ ցավի վկայություններ եւ հիշողություններ, անձամբ ես դրան չեմ հանդիպել, բայց այս գիրքը կարդալիս շատ այդ ամեն ինչը հառնում է աչքիդ առջև եւ ապրում ես այդ ցավը, բայց նաև զգում ես, որ ատելությամբ ապրել հնարավոր չի։ Եվ ինչն է շատ լավ, որ գրողը փաստորեն ինքը չի ապրել ցեղասպանությունը, բայց ինքը դրա մասին գրել է եւ դա այդ փաստը ինձ ստիպեց մտածել, գուցե մեզ մոտ էլ մի երիտասարդ հայտնվի, որ ցեղասպանությունից հետո 7-րդ, 8-րդ սերունդն է գալիս եւ գրի այն զգացումների մասին, այն զգացողությունների մասին, ինչը գալիս է ցեղասպանություն վերապրած նախնիներից իրեն հասած այդ հիշողությունը ինչ կերպ է դրա հետ ինքը ինչպես է վարվում, ինչ է պետք անել, շատ հետաքրքիր է։ Փաստորեն նաև կարելի է մտածել գրականություն նմանատիպ թեմաների մասին, եթե դու քո նախնիները ապրել եք այդպես նմանատիպ վայրագություններ կամ սարսափելի դեպքեր, պետք է դիրքորոշման մասին հետաքրքիր ձեռնարկ որպես այդպեսի մտածել, որպեսզի այո հասկանալ արդյոք ապրել այս թեթև անտանելի կեցության անտանելիության մեջ մի հատ առնում ես նախադասություն։ Եվ այստեղ էլ կառավարությունը փորձում է արմատախիլ անել ատելությունը մարդկանց միջից, բայց կարծում եմ հենց այդ դրա մասին է մտածում հերոսը եւ մնացած մարդիկ, ովքեր ականատես են եղել այդ արդյոք այստեղ մի հետաքրքիր բախ կա, երբ որ հենց սկսում է գիրքը դրանով, ծառ արմատախիլ են անում, իսկ ծառը այդ ամբողջ հիշողության սիմվոլն է, բոլորը շատ ծանր են տանում եւ ասում եմ այդ փոսը որ հանել էին, լույսով էր ողողվել, արևի լույսը մտել էր եւ կողքի բոլոր ամեն ինչ երևում էր կողքից։ Ինչ Տիկին Բուլբուլյան, շատ շնորհակալություն, դուք եղաք այն մարդը, ով մեզ թույլ տվեց եւ ճանապարհ բացեց դեպի այս գիրք, մենք կկարդանք ու հուսով եմ մենք էլ կլինենք այն ճանապարհը որևէ երիտասարդի, որ կգրի միգուցե մեր ցեղասպանության մասին ու կներկայացնի։ Շատ շնորհակալություն, այս պահին գովազդն էր եթերում։ Նրանք նայում էին Սանտա Բարբարա, երազում էին հագնել Adidas ու Nike, բայց կրում էին միայն կեղծ Ray-Ban։ Ռոքը վիրուսի պես տարածվում էր աշխատավորների մոպեդ քշող, թմրանյութ օգտագործող ու սեքսի մասին երազող դեռահասների շրջանում։
Բերլինի պատն արդեն ընկել էր, ապա արդյունաբերացված քաղաքներում եւ լքված գյուղերում երազանքներից զրկված երեխաները լսում էին Նիրվանա։ Նյումեգը ներկայացնում է շունչը պահած 90-ականների Ֆրանսիայի մասին մեծ վեպ, որն արժանացել է Գոնկուր մրցանակին։ Սոցիալական ռեալիզմ հետ արդյունաբերական Ֆրանսիայի բանվորական դասակարգի երիտասարդների մասին։ 4 ամառ, 4 էպիզոդ դեռահաս Անտոնիի ու իր հասակակիցների մասին, որոնց հոգիները պատված են քաոսով, կատաղությամբ ու թախիծով մեծ աշխարհում հայտնվելու համար։ Նրանք երկարացնում էին իրենց մազերը, հոգու ձանձրույթը փոխակերպում կատաղությամբ, ընկճախտը դեցիբելներով։ Հեղափոխություն չէր լինելու, մնում էր միայն աղմկել։ Ֆրանսիական մեծ վեպ, Նիկոլա Մատիո և զավակներն էլ իրենցից հետո։ Շատ հետաքրքիր գրքի մասին այս պահին պետք է զրույց ծավալենք սիրելի հեռուստադիտողներ։ Դիտեցինք իհարկե Նյումեգ հրատարակչության նոր գրքի Նիկոլա Մատիոյի եւ զավակներն էլ իրենցից հետո գրքի տրեյլերը։ Նիկոլա Մատիոն, այո, գրել է 90-ականների Ֆրանսիայի մասին, արդյունաբերական ճգնաժամ, գործազրկություն, երիտասարդների ձանձրույթ, առաջին սեր ու առաջին արգելված պտուղներ։ Այո, մեր տաղավարում է գրքի թարգմանիչ, երաժիշտ, երգչուհի Լիլիթ Բլեյան, բարի առավոտ, շնորհակալ ենք հյուրընկալվելու համար։ Լիլիթ, գրքում խոսում է 90-ականների արդյունաբերության ճգնաժամի մասին, խնդիրների մասին, երիտասարդների, այո, ըմբոստության մասին։ Ես ուզում եմ հասկանալ, Հայաստանում 90-ականները որևէ ասոցիացիաներ ունեն մեզ համար կոնկրետ։ Ես ուզում եմ հասկանալ, արդյոք Ֆրանսիայում էլ էր նույնը, թե Ֆրանսիայում տարբերվում է 90-ականները Հայաստանում։ Բացարձակալի իրականություն է միգուցե։ Եկեք այսպես ասենք, եթե դուք ուզում եք իմանալ, թե ձեր պատանեկության, կոնկրետին պատանեկության 90-ականները ինչպես են նմանվում են կամ տարբեր են ֆրանսիական այդպես 90-ականներից, բայց այստեղ Ֆրանսիայի դեպ, այստեղ Փարիզը չի, այստեղ մեծ ծանոթ Ֆրանսիան չի, այդ գլամուրը չկա, այստեղ մեծ հաշվով որևէ գլամուր չկա, որևէ փայլ չկա, այստեղ այդ փայլը լրիվ հանած մի Ֆրանսիա է, իրականում հորինված քաղաքում տեղի ունեցող իրադարձություններ են, որը հորինվել է ներկայացնելու համար տիպաբանական մի այդպիսի վիճակ, որտեղ ֆրանսիական պատանիները, ֆրանսիացի պատանիները 90-ականներին իրենց փոփոխվող կյանքից աշխարհի փոփոխվող կյանքի այդ բեկումնային պահերին փորձում էին գտնել իրենց, այսինքն իրենց ծնողները ապրել էին արդեն ինչ-որ մի կյանք, որը քիչ թե շատ կայուն էր, այդտեղ կան նմանություններ, մեր ծնողները ևս ապրել էին ինչ-որ մի կյանք, որը կայուն էր, որը տվել էր ինչ-որ մի այսպես հենվելու կետ ու հանկարծ այդ աշխարհը քանդվել էր, այդտեղ շատ է նմանությունները եւ այնտեղ դուք կտեսնեք այդ փլված կմախքացած մետալուրգիական գործարանները, որտեղ բանվորները արդեն արժեք չունեն, որտեղ կոլեկտիվ կյանքը արդեն արժեք չունի եւ այդ մարդկանց մեծ իդեալները փշրված են այլևս եւ աշխարհը սկսել է լրիվ ուրիշ ընթացքով շարժվել, բայց միևնույն ժամանակ մեր 90-ականներում չկար այն ինչը այս գրքի մեջ այսպես բանով գնում է ներվի ու մի քիչ նյարդայնացնող բանով ընդգծվածությամբ ձանձրույթը։ Այդ ձանձրույթը մեզ մոտ ես չեմ հիշում անկեղծ ասած, մենք ժամանակ չունեինք ձանձրանալու։ Մենք այնքան դինամիկ փոփոխությունների մեջ էինք, մեզ մոտ այդ ժամանակ պատերազմ էր, մենք թիկունքի բնակիչներն էինք, մեզ մոտ քաղաքական մեծ տեղաշարժեր էին, այսինքն միայն արդյունաբերության եւ այդ տնտեսական կյանքի փլուզումը չէր մեզ մոտ, այդ ամեն ինչի փլուզումներ ու ամեն ինչի սկիզբն էր նոր, այնպես որ ինչ-ինչ ես 90-ականների գիրքը սկսում է 92, հետո 2 տարի 94, 96, 99, ես այդ ժամանակ ամեն ինչ կարող եմ հիշել բացի ձանձրույթից։ Այնտեղ կա նաև այդ հայտնի բանը, լեյտմոտիվը sex drugs մեզ մոտ, հա, որը մեզ մոտ էլ էլի այդ ընթացքում ամեն դեպքում թմրանյութերը մեզ մոտ շատ ավելի մեծ հաշվով հիմա են, հա, մուտք գործել այսպես թատերաբեմ ակտիվ կյանքի, տարբերությունները շատ էին, նմանությունները այստեղ ամենաբանը գիրքը փոքր մարդու կյանքի մասին է, փոքր մարդկանց կյանքը մեծ փոփոխությունների շրջանում։
Որը ինձ թվում է հենց նաև հիմնական պատճառներից է, որ ստացավ այս գիրքը Գոնկուր մրցանակ, որովհետև խոսում է համամարտկային իդեպ թեմաների մասին, այսինքն երիտասարդություն, որը որ ապրել է ճգնաժամ, տարբեր ասոցիացիաների եւ տարբերությունների հիման վրա, ամեն դեպքում ինքն իրեն տեսնում է այդ ճգնաժամի մեջ, երիտասարդը, որը ներողություն, արդեն ընթերցողը, որը երևի ժամանակին եղել է երիտասարդ եւ նմանատիպ ապրելա կյանքի ոճ է ունեցել, հետաքրքիր է Լիլիթ, ըստ ձեզ ինչու սա ստացավ Գոնկուր մրցանակ։ Ես շատ լսել եմ հարցազրույցները ու տեսել եմ, որ այն հարցազրույցավարները, որոնք ընդունել են գրքի հեղինակին տաղավարներում, մոտավորապես այդ իրենց պատանեկության տարիքն են տեսել այս գրքում եւ հավանաբար այնքան ուժեղ ա եղել իդենտիֆիկացիան գրքի հերոսների հետ, իրենք այնքան իրենց տեսել են այդ նաեւ այդ ինտերիերի մեջ, այդ մանրամասն նկարագրված, այդ չխնայող երբեմն դետալիզացիայի մեջ, որ իրենք պարզապես դա դարձել է ոնց որ իրենց կյանքի մասին պատմող գիրք։ Ինձ թվում է սա է եղել հիմնական բանը։ Եվ ֆրանսիական այդ բանից էլի ասում, փայլից զրկված կյանքի միջով մեծացած երիտասարդները, որոնք այնուամենայնիվ հասել են ինչ որ մի այդ ամեն ինչին ոնց որ դեմ պայքարելով հասել են ինչ որ մի բանի այս կյանքում, բայց հետաքրքիրն է, որ այս գրքում մեծ հաշվով պայքար չկա ընդհանրապես, այստեղ կա մի հաշտվածություն հետաքրքիր, համակերպվածություն այդ բանի հետ, բեկման հետ, էլի կյանքը բեկվել է, դու նորից հայտնվել ես կոտրված դաշտակի առջև ու դու շարունակում ես այնպես, ինչպես գրքի վերնագիրն ասում, եւ զավակներն էլ իրենցից հետո ինչպես քո ծնողներն են ժամանակին ստիպված եղել հաշտվել։ Այ հենց հետաքրքիր է այստեղից մի հարց ծագեց։ Երիտասարդները, ովքեր մեծացել են իրենց ծնողների կոտրված երազանքների, չիրականացած նպատակների վրա, այսինքն դրանք բարձած իրենց ուսերին, այո, տարել են։ Արդյոք այդպիսի երիտասարդները շարունակում են ծնողների սխալները, թե իրենք փորձում են դրանք ամեն դեպքում վերականգնել։ Այստեղ շատ փոքրիկ փորձեր են, եթե ես ենթադրում եմ, որ ինքը հենց գնացել է այս դետալիզացիային, որտեղ ինքը գիրքը կարդալիս դու ունեն մեծ զգացողություն, որ դու սերիալ ես նայում, նույնիսկ ոչ թե ֆիլմ, այլ սերիալ։ Այդ մանրակրկիտությունը նկարագրությունների քեզ անդադ մտցնում է կենցաղ, մտցնում է ամեն մեկի սենյակը, մտցնում է ամեն մեկի փոքր մանր խնդիրների մեջ, ու այստեղ դու տեսնում ես հենց նաև այդ պայքարի մանրությունը, շատ հետաքրքիր է դա, այսինքն մենք սովոր ենք, օրինակ ես մինչև այս գիրքը թարգմանում էի Մանուշյանի կենսագրությունը եւ այնտեղ այդ խոշոր մեծ անհատի այդ իրենից բան մի ամբողջ բան ներկայացնող, հերոսի կերպար, այսպես ներկայացնող անհատի պայքարներ այդ մեծ ժամանակներում, դաժան այստեղ մենք տեսնում ենք մեծ փոփոխություններ, որոնք բանի աշխարհի կտրվածքով տեղ են ունենում եւ փոքր պայքար, անզորությունն ենք տեսնում եւ մի պահից երբ այդ բանը ուղղակի կուլա գնում եւ այդ դետալների մեջ կորում է մեծ հաշվով այդ կյանքը չի բանանում Լիլիթ, ինձ հետաքրքիր է իդեպ հեղինակի որպես այդպեսին դիրքորոշումը, հա, մենք լավ ասոցացնում ենք մեզ, համեմատում ենք մեր ծնողների կենցաղավարությունը եւ մեր ժամանակները ի տարբերություն մեր ծնողների ապրած ժամանակների, բայց ըստ հեղինակի ամեն դեպքում նոր սերունդը շարունակում է իր ծնողների ապրելակերպը, թե որպես այդպեսին նորություններ է բերում իր հետ, նոր ուղումներ է մտցնում, դրա համար էլ ժամանակները փոխվում են։ Եթե նայենք օրինակ հայաստանյան իրականությանը, ինչպես դուք պատմեցիք ձեր ժամանակներում 90-ականների եւ հիմա արդեն 2025 թվական տոտալ տարբեր է եւ քաղաքը, դիմագիծը, մարդիկ, բնավորությունը, խնդիրները իդեպ նաեւ հետաքրքիր է հեղինակը ինչպեսի դիրքորոշում ունի զավակներն էլ իրենցից հետո ինչ Սա իրականում ինքը հենց պտույտի մասին է, երբ կյանքը սկսվում է, թվում է թե որ կա շանսը փոխելու, ինքը այսպես են փչացած ձայնապնակը ինչպես է որ գալիս է պտտվում է ու հետադառնում, հետադառնում նույն կետին, այ հենց այս վերնագիրը ինքը շատ բան է ասում, ինքը տարողունակ գիրք է, այնտեղ շատ դեմքեր կան, շատ դետալներ կան, բայց ինքը միևնույնն է գալիս այդ պտույտին, այսինքն փոքր մարդու կյանքը միևնույնն է այդ բեկման շրջանում ինքը այնքան մնում է փոքր, որ չի էլ հասցնի պայքարել այդ ամեն ինչի դեմ, եւ հետաքրքիր է որ այստեղ երազանքներն էլ են փոքր մնում,
այստեղ չի հասցնում երազանքը այնքան աճել, այնքան ինչ որտեղից պարարտանյութ ստանալ, որպեսզի ինքը կարողանա վերածվել ինչ-որ ավելի մեծ բանի։ Այսինքն մենք տեսնում ենք շատ մարմնական երազանքներ, այստեղ գիրքի դեպ 18+ է, պետք է հաշվի առնեն, այսինքն սա այդքան էլ դեռահասի կարդալու համար չի նախատեսված։ Դե սա փաստորեն նաև հետ ենք գնում երիտասարդություն։ Սա հետ ենք գնում այդ ֆրուստրացիաների շրջանը, եւ ամեն շատ մարմնական, շատ կանխատեսելի ցանկությունների դաշտում ամնում ամեն ինչը, այսպես չենք հասնում։ Մենք անդադ գիրքը կարդալիս հեղինակը բերում է իր պատկերացումները, միջամտում է որպես պատմող եւ ասում է, ասենք պատմում այդ կոտրված աշխարհի, այդ փոփոխվող այդ շրջանի եւ հետաքրքիր բաներ այդ պատմում այդ արդյունաբերությունից հետո եկող աշխարհի մասին, բայց դրան զուգահեռ գնացող կյանքերը իրենց այդ մասշտաբներով չեն համապատասխանում այդ փոփոխության։ Իրանք մնում են փոքր, ինչպես իրանց ընթացքի մեջ, այդպես էլ իրենց ցանկությունների ու նպատակների մեջ։ Լիլիթ, իմ եւ ձեր տարբերությունը կարծում եմ այնտեղ է կայանում, որ ես 90-ականներին չեմ ծնվել ու ամեն դեպքում վայելում եմ ձանձրույթը այս շրջանում, այսինքն ես հիմա էլ չեմ վայելում ձանձրույթը, այսինքն իմ ընթերցելը գրքի եւ ձեր ընթերցերը իրարից կատեգորիկ տարբեր են լինելու, ես ուրիշ ձև եմ ընկալելու, դուք ուրիշ ձև ընկալելու, ինձ հետաքրքիր է այստեղ ինչ բեկումնային հատվածներ են եղել գրքում, որտեղ դուք ուղղակի ասել եք ստոպ մի րոպե, ես պետք է հանգստանամ, որ այս ինֆորմացիան մարսեմ, որովհետև այստեղ ինձ ինչ-որ բան ցավեցրեց, կպավ սրտիս։ Ասեմ, շատ պարզ, ինձ ձանձրացրեց ձանձրույթը հենց, որովհետև այստեղ հետո ամենահետաքրքիր բաներից մեկը գալով դրան, ոչ թե այն ինչ ինձ բան արեց, այսպես դժվարացրեց ընթացքը, այլ ինչն է աղ տալիս գրքին հատկապես։ Այստեղ մենք տեսնում ենք ֆրանսիական երիտասարդությունը իր բոլոր այդ բան կոմպոնենտներով, տրագիկ։ Այստեղ կա ներգաղթյալ ֆրանսիական երիտասարդությունը, որը բոլորովին մի ուրիշ խումբ է, եւ կան իրենց շփումները, իրենց առնչությունները, ինչպես է սպիտակ ֆրանսիացի փոքր կյանքով ապրող երիտասարդը, որը մեծ հաշվով նույն փոքր կյանքն է ապրում եւ նույն դժվար կյանքն է ապրում, ինչ որտեղ հանկարծ հանդիպում իր կյանքի մի խաչմերուկում արաբ երիտասարդի պատանուհետ էլի իր տարիքի, իր խնդիրներով ու այդ խնդիրների տարբերությունը, մշակույթների տարբերությունը, այդ բախումները բան երևի գրքի ամենահետաքրքիր պահերից են։ Մենք դրանց մասին չենք հասցնում մեծ հաշվով մտածել, մեզ այդքան չի հասցնում հետաքրքրել, չէ՞, ֆրանսիացի ու արաբ երիտասարդի այդ կյանքի տարբերությունը կլինի, կոնտակտը կլինի, բայց դա շատ հետաքրքիր է։ Իսկ ինձ անհանգստություն այսպես, հա, պատճառող բաներից մեկը անդադ այդ ձանձրույթի կոմպոնենտն է միևնույնն է, որը դիալոգների միջոցով այսպես այնպես կաթացող, sense նվացող, sense ջուրը, որ կա, որ դու ասում ես, դե փակեք մեկը այդ ծորակը, այդպես այդ կաթոցը դու զգում ես ընթացքում եւ դա լարվածություն է առաջացնում։ Որովհետեւ քեզ թվում է թե դրանից հետ պիտի առատանա ջուրը, կամ պիտի ավելանա, կամ պիտի լցվի այդ ամանը թափվի վերջո, ու դա տեղի չի ունենում։ Հա, դա հասկանում եմ, որ դա ամեն դեպքում այդպես տեխնիկա է, որ ինքը կիրառել է, հենց այդ կաթոցը տարել է այդ գրքի միջով, հենց ցույց տալու համար այդ անհուսությունը եւ փոփոխությունների այդպես անհնարինությունը։ Դե իհարկե սա իսկապես ծանր ժամանակների մասն է խոսքը, որ ասում ենք ձանձրույթ, հասկանում ենք դժոխքի նախավերջին սատանա, երբ հասկանում ենք հուսահատություն, ասում ենք հուսահատություն, դա վերջին սատանան է դժոխքի, եւ պետք է անպայման հեռու մնալ այս ամենից, գոնե մի բան մտածել որպես երիտասարդ եւ ստեղծարար միտք, որ ավելի թարմ է եւ ավելի եռանդուն։ Շնորհակալություն Լիլիթ, շատ հետաքրքիր գրքի համար, վստահ եմ հրաշալի թարգմանություն է, անպայման պետք է կարդալ։ Մենք զրուցում էինք Լիլիթ Բլեյանի հետ, նա հայերեն է թարգմանել Նյումեկ հրատարակչության կողմից շնորհանդես տեսած այս նոր եւ շատ հրաշալի Գոնկուրի մրցանակի դափնեկիր Նիկոլա Մատյոյի եւ զավակներն էլ իրենցից հետո գիրքը։ Այո, այսօր Նյումեգը ներկայացրեց երկու գիրք՝ Գայ Ֆայերի Ժակարանդա ու Նիկոլա Մատյոյի եւ զավակներն էլ իրենցից հետո վեպերը։ Գրքերը վաճառվում են գրախանութներում, կարող եք նաեւ պատվիրել newmeg.am կայքից, վստահ ենք, որ ընթերցելուց հետո շատ բան կփոխվի եւ այո, գիրքը կունենա մեծ տարածում։ Այո։ Գրքերի մասին մեր հետաքրքիր զրույցներից հետո դեռ շատ անելիքներ ունենք, հիմա գովազդ ենք դիտելու, հետո էլի հյուրեր ունենք, դեռ խոհանոց էլ պետք է տեղափոխվենք, այնպես որ շարունակեք մնալ Բարելույսի հետ, կարճատև դադարից հետո կվերադառնանք մեր ընթացքին։